Ճեպազրույցին նախ հետաքրքրվեցինք Հայաստանի անվտանգության համակարգի դիմակայունությունից։ Տարածաշրջանում մեր շուրջը կատարվող իրադարձությունները հաշվի առնելով ինչպես է գնահատում Հայաստանի անվտանգային համակարգի ներկայիս դիմակայունությունն ու արդյունավետությունը եւ ինչ փոխելու անհրաժեշտություն եք տեսնում։ Անվտանգությունը շատ երբեք չի լինում։ Որևէ երկիր ակնհայտորեն տեսնում եք, չի կարող օբյեկտիվորեն համարել, որ ինքը հասել է անվտանգության իդեալական կետին, որ զարգացնելու տեղ չկա, մեր դեպքում առավել եւս, որովհետեւ այդ ամենը ինչ որ մենք ունեցել ենք, ապրել ենք, վերապրել ենք, դա շատ երկարատև process է եւ այս փուլի ընթացքում ես կարծում եմ, որ մենք նախ շատ մեծ աշխատանք արել ենք, բայց շատ կարևոր է, որ ձեռք ենք բերել ռազմավարական գիտելիք, հարաբերություններ եւ պատկերացումներ, թե ինչպես է պետք հետագա աշխատանք շարունակել։ Իսկ ընդհանրապես տարածաշրջանային այս իրավիճակի հետ կապված վարչապետի խոսքով անվտանգության խորհրդի համակարգմամբ ունենք աշխատանքային խումբ, որն ավելի քան 1.5 տարի առաջ է ձևավորվել։ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պերաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք, որովհետև Իրանի շուրջ ռազմական իրադարձություններ 6 ամիս առաջ են, չէ՞ եղել։ Եվ 6 ամիս առաջից հետո ակնհայտ չէր, որ այլևս չեն լինելու։ Այսինքն մեր ինստիտուտները մշտապես աշխատում են այդ խնդրի շուրջ եւ այդ խնդրի վերաբերյալ։ Վարչապետը երեկ Վրաստանում հայտարարեց, որ տեսնում է տարածաշրջանային եռակողմ համագործակցության անհրաժեշտություն Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձևաչափով։ Կոնկրետ ինչ ուղղություններով է լինելու այդ համագործակցության խորացումը։ Պետք է մտածենք 500,000 բեռնատարի համար ոնց Հարավային Կովկասը դարձնենք ամենագրավիչ, անվտանգարակ միջանցքը, որպեսզի բեռները այստեղով հոսեն, բոլորից բերելով տասնյակ միլիարդների օգուտներ, սրա մասին է խոսքը։ Եվ նույն, գիտեք, ինչի մասին ուզում եք, էներգետիկ, գազ, նավթ, ինտերնետ, ուղևորափոխադրում, օդային, երկաթուղային, ցանկացած, ամեն ինչի մասին ասա։ Իսկ արդյոք կան այս ուղղությամբ համաձայնեցված կոնկրետ քայլեր։ Թրիպը արդեն համաձայնեցված քայլ է, որովհետև թրիպը խաղաղության խաչմերուկի մաս է, եւ իհարկե ես հույս ունեմ, որ Իրան Իսլամական Հանրապետության շուրջ հնարավորինս արագ կայունությունը եւ խաղաղությունը կվերականգնվի, բայց օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց սև ծով գիծը պետք է աշխատի, որտեղ եւ Վրաստանը, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը հավասար ներգրավվածություն ունեն։ Արդյոք Ռուսաստանի հետ քննարկվում է Հայաստանի երկաթուղու կոնսերցիոն կառավարումը այլ երկրի փոխանցելու հարցը։ Այո, քննարկումներ կան աշխատանքային մակարդակում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Ավելին վարչապետն ասաց, որ հարցի վերաբերյալ ռուսական կողմից որոշակի ըմբռնում են տեսնում։ Նրա խոսքով այս ամենի մեջ Ռուսաստանի դեմ ուղղված որևէ քայլ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Իհարկե Փաշինյանի խոսքով երկաթուղին Հայաստանի սեփականությունն է եւ մեր երկիրը կարող է ուղղակի խզել ու չեղարկել պայմանագիրը, սակայն մեր միջպետական հարաբերությունները, այդ թվում մեր անձնական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով, դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում եւ ընդհակառակը մեր հարաբերությունները թույլ են տալիս, որ մենք հանգիստ, բարեկամական, ընկերական խոսենք։ Իսկ երկաթուղու վերաբերյալ պայմանագիր կկնքվի այնպիսի մի երկրի կամ ընկերության հետ, որը վարչապետի գնահատմամբ եւ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ կունենա լավ հարաբերություններ, որ թեման դարձյալ չսրվի։ Տիգրան Հակոբյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։